Շուտով 2026-ն է։ Մի 2 ժամից բոլորս չխկացնելու ենք շամպայնի բաժակներն ու վազ ենք սալյուտ կրակելու, մոռանալով հարևանի որդու պոստ-տրավմատիկ սինդրոմը, ով կրկին կհիշի արկերի պայթյունը։ Մեր ուրախ հրավառության գույնզգույն լույսերը սկզբում կարտացոլվեն եռաբլուրի տղերքի շիրմաքարերին, իսկ հետո նրանց ծնողների աչքերի մեջ, ովքեր դրոշների զնգզնգոցի տակ կշարունակեն լուռ ծխել իրենց խունկը։ Այսօր բաժակ բարձրացնելիս չմոռանաք այն ընտանիքներին, ում տան լույսը 5 տարի առաջ մարեց, որպեսզի մերը մինչ օրս վառ մնա։ Առանձին բաժակ էլ բարձրացրեք Խուստուփի արծվի, սպարապետ Գարեգին Նժդեի համար, ով ծնվեց հունվարի 1-ին ու սկիզբ դրեց եւ նոր տարվան, եւ հայ ազգի իրական գաղափարախոսությանը։ Իսկ մեր տղերքի հիշատակը հարգելու համար անպագորգոր խոսքեր մի ասեք, կուրծք մի ծեծեք, հայրենասիրական երգեր մի երգեք։ Պարզապես այս տարի փորձեք լինել ավելի լավ ծնող, ավելի լավ զավակ, ավելի լավ եղբայր, քույր, ավելի լավ ընկեր, ավելի լավ մարդ սեփական ազգի, հայրենիքի ու հայի համար։ Քանզի ինչպես տեսնում եք, մեր միակ հույսը մնացել ենք մենք։ Մի տրվեք քաոսին ու մի վախեցեք, որ արժեքները կջնջվեն, քանզի ձեր իրական արժեքը ձեր ներսում է, իսկ հավատը ձեր սրտում։ Գնահատեք ամեն օրը, որ ձեզ տրված է ապրել։ Սիրեք ձեր ընտանիքն ու պինդ պահեք հայրենիքը։ Կարծում եմ այսքանը բավական է լավ մարդ եւ լավ հայ լինելու համար։